Հերթական ուժերից մեկը աշխարհիկ քաղաքական բոլոր ուժերի տապալումից հետո շեշտը դրվեց եկեղեցու վրա, այդպես եկեղեցին հայտնվեց քաղաքականության մեջ։ Եվ բնականաբար եկեղեցին եթե հայտնվում է քաղաքականության մեջ եւ կոնկրետ վեհափառը կարգալույց չի անում այն հոգևոր առաջնորդներին, այն քահանաներին, այն սրբազաններին, ովքեր թողնում են հոգևոր գործունեությունը եւ անցնում են քաղաքականության, նշանակում է եկեղեցին ստանձնում է նրանց գործունեության պատասխանատվությունը։ Տեսեք, մենք ականատես եղանք նաեւ 4-րդ փուլին, երբ արդեն բոլոր կարգի սրբազանները հաջողության չհասան, Մոսկվայից Հայաստան առաքվեց արդեն միլիարդատեր, որը նույն խնդրով էր գործնականում եկել։ Մենք անդադ անցնում ենք այս իրարահաջորդումների միջով։ Խնդիրը մեկն է Հայաստանի Հանրապետությունում իշխանության փոփոխություն։